Գահի տարջև խոնարվելու Սուրբ հոգի օգնիր մեզ Քո կյանքի լույսը տեսնելու Հիսուս փրկիչ մեր անունը քո մեծարում ենք մենք մեծարում ենք Փառքես Տեր, փառքես մեր Աստված, մեծարում ենք մեծարում ենք Եկեք բարձր ծափարենք մեր Աստծուն, նա արժանի է, ընդունելու փառքն ու պատիվը, գոհությունը, մեծարանքը Տեր Աստված արժանի ես ընդունելու Փառաբանում ենք քեզ մեր ծափարություններով, մեր ամբողջ հոգով, մտքով, շնչով, Տեր Փառք ես Տեր Աստված Արարիչ երկնքի եւ երկրի Ողջ փառքը քեզ Հայր որդի Եվ Սուրբ Հոգի, դու արժանի ես Մենք միանում ենք հրեշտակների այն խմբին, որ դարեր անվերջության մեջ պաշտում են քեզ ու մենք էլ ենք պաշտելու քեզ նրանց հետ միաբան երկրի վրա եւ երկնքում Հիսուսի անունով, հալելույա Բարձր եկեք ծափարենք նրան Փառք քեզ Տեր Դու արժանի ես Տեր իմ Աստված Ամբողջ ծառայությունը տալիս ենք քեզ Սուրբ Հոգի Տեր Աստված Արա այն ինչ որ ուզում ես Տեր Պատրաստիր մեր սրտերը նրան ինչ որ ուզում ես անել իմ Աստված Ամեն Փառք Տիրոջը սիրելիներ նստեք Աստծո Սուրբ ներկայության մեջ շնորհակալություն շատ Տերը օրհնելով օրհնի ձեզ բոլորիդ Այն ինչ որ պատրաստելա ձեզ համար թե անատապես թե որպես մեծ ընտանիք եկեղեցի թող որ այսօր իրոք կարողանանք ընդունենք Ցավոք հաճախ է լինում որ Աստված ուզում է օրհնել բայց մենք պատրաստ չենք լինում Դրա համար մենք պետքա պատրաստ լինենք մեր աշխարհը բացած մեր սիրտը բացած հավատքով որովհետև հավատքը գլխավոր ֆունդամենտն է Գլխավոր հիմքն է, որի վրա Տերը կարող է հրաշքներ անել, նշաններ անել։ Ամեն։ Դրա համար եթե մի քիչ կասկածում ես, մի քիչ թերահավատ ես, այն անձնավորության նման, որ հասկացավ, որ ինքը թերահավատ է, ասեց Տեր օգնիր իմ թերահավատությանը։ Այդպիսի աղոթքով սկսենք մեր ծառայությունը, որ թերահավատություն չլինի, լինի հավատք ու գա այն օրհնությունները եւ հանգչի ձեր վրա, ինչ որ Աստված պատրաստել է։ Որևէ արգելք չլինի Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ամեն Սիրելիներ կուզեմ սկսեմ հարցից Ով է սիրում, որ իրեն խոստանում են մի բան, մի շատ լավ բան ու կատարում են Մարդ չկա, որ չսիրի Մանավանդ երեխաները, չէ ինչ փափագով, ինչ հետաքրքրությամբ Են որ նույնիսկ օր ես դնում խոստման, կատարման օր ես դնում Իրենք դրանից առաջ արդեն սկսում են կալենդարը Օրացույցը սկսում են ջնջել մինչև գա այդ օրը Մինչև էտել գլուխը տանել Բա երբ է գալու այդ օրը Այդ օրն է գալու այդ օրը Գիտեք Այսօր հրաշալի տոն է Մարդկանց մեջ տպավորված է որպես Պենտեկոստեի տոն Բայց իրականում Դա ոչ թե հենց Պենտեկոստեի տոնն է Այլ Պենտեկոստեի տոնի վերջավորությանը Աստված
կնքեց, դա այն տոններ, Պենտեկոստեն 5 տակարանում տոնում էին, հրեաները տոնում էին, շաբաթների տոններ, իրենց բերքերն էին բերում, առատ ընծաներ էին բերում, իրենց երախայրիներն էին բերում, բայց հենց այդ տոնի վերջավորության Տերը կնքեց, իհարկե պատահականությամբ չեղավ, Պենտեկոստեն ծաղկեց նոր կտակարանյան մի տոնով, որ այդպիսի բան դեռ չէր եղել, եղավ հոգեգալուստը, Սուրբ Հոգին եկավ, ինչպես որ խոստացվել էր։ Պենտեկոստեն հենց 50-րդ օրն է, հունարենից 50-րդ օրն է, ու 50-րդ օրը եկավ Սուրբ Հոգին։ Դա սպասված էր, շատ սպասված էր, շատ փոփոխություններ տեղի ունեցան, գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան հենց այդ օրը, այդ սպասված օրը, հենց այսպես էլ վերնագրել եմ այսօրվա խոսքը, ուղերձը, այդքան սպասվածը կատարվեց։ Ով է ուզում, որ այդքան սպասվածը կատարվի։ Խոստում ունեցողներ կան։ Գիտեք, սա էր խոստացված, որ ես իմ հոգին կթափեմ։ Հիմա կկարդանք միասին։ Եկեք միասին կարդանք, տեսնենք ինչ խոստում կա։ Երկու մարգարեություն ենք կարդալու։ Եսայա մարգարեությունից 11 առաջինից 3-րդ համարները։ Տեսեք ինչ է ասում. Հեսեի բնից մի շարավիղ է դուրս գալու եւ մի ընձյուղ է բուսնելու նրա արմատներից եւ նրա վրա կհանգչի Տիրոջ հոգին, իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին։ Եվ նրա ախորժանքը Տիրոջ երկյուղն է եւ նա իր աչքի տեսածի պես չի դատի եւ ոչ էլ ականջների լսածի պես կհանդիմանի։ Տեսեք, այստեղ խոսվում է նախ եւ առաջ Հիսուս Քրիստոսի գալստյան մասին, որ Հեսեի շարավղից է դուրս գալու եւ հետո ասում է նրա վրա հանգչելու է Սուրբ Հոգին։ Բայց այստեղ խոսվում է 7 հատկանիշների՝ Տիրոջ հոգին, իմաստության հոգին, հանճարի հոգին, գիտության հոգին ու սիրելիներ, ինչ լավ է, որ մենք վայելում ենք այդ հոգու ներկայությունը մեր կյանքում։ Ամեն։ Տերը խոստացել է եւ տվել է։ Ովքեր են լցված Սուրբ Հոգով, խնդրում եմ ձեռք բարձրացնեք։ Փառք Տիրոջ։ Գրեթե բոլորը։ Լավ, ովքեր լցված չեն Սուրբ Հոգով, լեզուներով չեն խոսում, թող ձեռք բարձրացնեն։ Քչերը։ Շատ հրաշալի լուր ձեզ համար, անպայման վերջում կմնաք, ապաշխարության աղոթքից հետո անպայման մոտեցեք եւ ձեզ համար հատուկ մեր հովիվները կաղոթեն եւ դուք հավատքով լցված ընդունեք Տիրոջ պարգևը։ Փառք Տիրոջը։ Գիտեք, Տերը ինչ որ խոստանում է տալիս է։ Եթե դու խնդրում ես տալիս է, Հիսուսն ասեց, եթե ձեր երկրային երկրի վրա ապրող ֆիզիկական մեր հայրերը բարի են, որքան առավել մեր երկնային հայրը։ Համաձայն եք թե չէ։ Ասում է նրանից, եթե դուք հաց խնդրեք, արդյոք ձկան փոխարեն օձ կտա, հացի փոխարեն քար կտա, որքան առավել ձեր երկնային հայրը, որ խնդրեք նրանից, նա Սուրբ Հոգին կտա ձեզ։ Եթե խնդրում ենք, ապա տալիս է։ Դրա համար հավատքով խնդրենք, ովքեր որ չունեն։ Իսկ ովքեր էլ որ ունեն, այս տոնական օրը ես խնդրում եմ ձեզ, որ հավատքը ձեր միացնեք եւ խնդրեք, որ Աստված մի յուրատուկ լեցունություն պարգևի ձեզ։ Ձեր ներսում վառվի այն ամեն ինչ, որ Տիրոջից չի ու վերականգնվի, նորից փոխաբերական իմաստով վառվի սերը առ Աստված։ Ամեն, դրա համար մի ասա, որ այս օրն է, որ հերթականն է, ես գիտեմ ինչի մասին պիտի խոսվի, այդպես մի արա, երբեք չսահմանափակես Տիրոջը։ Նրա հրաշքներն ու նշանները չեն կանգնել։ Շատ հարանվանություններ փորձում են այնտեղի վրա հիմնվել, որ ասում է, եթե մարգարեություններ կա, կլռեն, բայց սիրելիներ, այնտեղ համեմատումը սիրո հետ, սերն է այնտեղ բարձրացնում, որ պարգևներից առավել է, որ եթե սիրող չլնես, իմաստ չունի, այնքան մարդիկ կան, որ պարգևներ ունեն, բայց սեր չունեն։ Դա դրա մասին է խոսքը, այնպես որ պարգևները մինչև վերջել կլինեն, փառք Տիրոջը։ Ամեն, դա ասում է Աստծո խոսքը։ Ու տեսեք ինչ հրաշալի է այս հոգու հատկանիշները, Սուրբ Հոգու հատկանիշները։ Եկեք միասին ասենք Տիրոջ հոգին, իմաստության հոգին, հանճարի հոգին, խորհրդի հոգին, զորության հոգին, գիտության հոգին, Տիրոջ երկյուղի հոգին։ Ամեն, այնքան զարմանալի է, որ տեսնում ես, որ հետո Տիրոջ երկյուղի հոգին է գրված ու ասում է Հիսուսի ախորժանքը Տիրոջ երկյուղն էր։ Գիտեք, նա ապրեց սուրբ կյանքով։ Մարդիկ կարող են մտածեն, որ Հիսուսը սուրբ կյանքով ապրեց նրա համար, որովհետև Հիսուսն էր։
Այո, Հիսուսն էր, բայց նա այս հոգով առաջնորդվեց, որպես կատարյալ 100%-անոց մարդ, որ կարողանա ապրի սուրբ կյանքով, որ մեզ էլ օրինակ թողի, լինելով սահմանափակ մարմնի մեջ, 100% մարդ ապրեց սուրբ կյանքով, սուրբ հոգու օգնությամբ, որ արդար լինի։ Այս հոգու 7 հատկանիշներով ապրեց, որ կարողանա անի այն, ինչ որ Աստված ծրագրել էր։ Դու նույնպես Սուրբ Հոգին ունեցող ես, եթե չունես, այսօր հավատում եմ կունենաս, դու էլ կարող ես անցնել քո կյանքը շատ հրաշալի կերպով, եթե իրապես Սուրբ Հոգուն տեղ տաս, թույլ տաս, որ Սուրբ Հոգին քեզ առաջնորդի։ Որտեղ պետքա գիտությունով, որտեղ պետքա հանճարով, իմաստությունով, իհարկե այս ամեն ինչն էլ երկյուղով։ Տիրոջ այն քաղցր վախով, հարգանքով։ Ու հետո եկեք միասին բացենք Հովել մարգարե, 2-րդ գլուխ 28-ից սկսած։ Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա։ Եկեք միասին ասենք ամեն մարմնի վրա։ Եկեք նորից ասենք ամեն մարմնի վրա։ Ամեն նշանակում է ամեն։ Հատուկ եմ շեշտադրում։ Որ ես ամենը կարդում եմ, էլի մեր պարսկայերին եմ հիշում։ Ամենը։ Կամ էլ ամեն նշանակում է բոլոր, ժողովուրդ, բոլոր։ Մարդիկ կան, հարավանություններ կան, ասում են ոչ բոլորի։ Ու այնտեղն են բերում, արդյոք բոլորն են լեզուներով խոսում, արդյոք բոլորն են բժշկություններ անում, ոչ։ Բայց դա չի նշանակում, որ բոլորի համար չի պատրաստված։ Սիրելիներ, պատկերացրեք, ինչ որ հայտարարություն է լինում, որ միտեղ օրհնություններ են բաժանում, չոր հրաշալի օրհնություններ են։ Արդյոք բոլորը կվերցնեն այդ օրհնությունները։ Մեկը հերթի պատճառով կխուսափի, մեկը ընդհանրապես հավես չունի, չի էլ հավատում մեկը ընդհանրապես, ասում է այս դարում ով է օրհնություն բաժանում։ Դու գիտեք, հիմա ես հավատում եմ, հենց հիմա այս տարածաշրջանում ամենաօրհնյալ վայրերից մեկը մեր եկեղեցին է, որտեղ օրհնություններ ենք բաժանում։ Հենց հիմա օրհնության խոսքեր, օրհնության հրաշքներ ենք բաժանում։ Ուր են, ինչի մարդիկ չեն գալիս, բացակայում են։ Սիրելի պիժամաներով նստած քրիստոնյաներ, ուր եք բա։ Ինչի օնլայն։ Չէ՞ որ ստեղ լուրջ օրհնություններ է գալիս։ Ստացիոնար։ Տեսեք, որ ոչ բոլորն են ընդունում։ Արդյոք բոլորը այսօր հպում կստանան, ձեռքով հպում։ Հավատում եմ, դուք էլ տեղ կստանաք, Հիսուսի անունով։ Աստված ողորմած է, բայց մյուս անգամ կգաք ստեղ։ Ամեն, փառք Տիրոջը։ Մարդիկ կան չեն ստանում, որովհետև չեն էլ հավատում։ Չեն հավատում, ասում են բոլորի համար չի։ Կամ էլ ասում են արժանի չեմ։ Միգուցե մի օր 99 տարիքում կարժանանամ։ Ու տենց միշտ մտածում են, որ մի օր կարժանանան։ Սիրելիներ, որ մտածեինք մի օր կարժանանանք, տենց էլ չէին կարժանանա։ Հիսուսը մեր արժանիքներին չնայեց, որ եկավ։ Հիսուսը դեռ որ մենք մեր մեղքերի մեջ էինք, այդ ժամանակ եկավ ու մեր համար մահացավ։ Ու հենց այդ օրը իր արյունով փաստորեն արժանացանք։ Անարժանները դարձան արժանի։ Հիսուսի արյամբ։ Այո, մեղքի պատճառով արժեք չունեինք։ Դարել ենք սատանայինը, բայց Հիսուս եկավ փրկագնեց ու մեծ գին վճարեց, անգին, որ իր արյունն է։ Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին կթափեմ ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգարյանան ձեր տղերքն ու ձեր աղջիկները, ձեր ծերերը երազներ պիտի երազեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն, եւ ծառաներին ու աղախիների վրա էլ պիտի թափեմ այն օր իմ հոգին, նույնիսկ ծառաների ու աղախիների վրա, որտեղ խտրականություն չկա։ Աստված խոստացավ թե չէ։ Ամեն, փառք Տիրոջը։ Գիտեք, սարսափելի է, երբ որ մարդկայինն է խառնվում, մարդկային գործոնն է խառնվում ու սահմանափակում է Աստծուն։ Չէ՞ որ Աստված բոլորի համար է Աստված։ Ես այնքան հարանվանությունների հետ եմ շփում ունեցել։ Սովորել եմ այդպիսի հարանվանությունների մեջ, սովորել եմ։ Ու այնքան էս նեղվում, որ ասում եմ, Տեր իմ Աստված, միթե կարող են սահմանափակել քեզ ու իմ կյանքում մի հրաշալի, ուղղակի շատ հրաշալի բան
հանդիպում ծանոթություն տեղի ունեցավ մի մարդու հետ, որ տարեց ժամանակ ինքը լրիվ ուրիշ հարավանությունից է եղել ու չի հավատացել Սուրբ Հոգու մկրտությանը, չի հավատացել լեզուներով աղոթքին ու տարիքով մեծ ժամանակ նոր մկրտվել է Սուրբ Հոգով, սկսել է խոսել լեզուներով ու ասել է ես ինչքան բան եմ կորցրել, երանի ես շատ շուտ մկրտվեի Սուրբ Հոգով եւ լցվեի ու խոսեի լեզուներով ու ես ծանոթացա նրա հետ, նա զղջում էր ինչի սահմանափակել հիմա։ Եկեք բացենք ու հասկանանք ոնց եղավ այդ ամեն ինչը։ Մի հետաքրքիր էքսկուրսիա ենք այսօր անելու։ Հոգևոր էքսկուրսիա Աստվածաշնչի մեջ։ Գաղատացիս 4-րդ գլուխ, Գաղատացիս 4-րդ 1-ից 9։ Բայց ասում եմ, քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, սիրելի հայեր, հայ ժողովուրդ, որ ընդհանրապես շտապել չենք սիրում, այս խոսքը մեր համար է։ Մենք շտապել չենք սիրում, չէ՞։ Ինձնից սկսած։ Այսօր հանգիստ, հանդարտ առանց շտապելու եկել եմ եկեղեցի։ Մեկ է գալիս ես, բոլորը շտապում են, վարորդները բոլորը շտապում են, խոստում ունենք, հիմա ենք ուզում որ իրականանա։ Այս խոսքը մեզ համար է հատուկ, որ մի բան փոխվի մեր ներսում։ Բայց ասում եմ, քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայից ոչ մի տարբերություն չունի։ Թեև ամեն բանի տեր է, բայց վերակացուների եւ տնտեսների ներքև է մինչեւ հոր որոշած ժամանակը։ Ես խնդրեմ դուք այսօր ինձ օգնեք էկրաններին դուք պիտի կարդաք բարձր։ Մինչեւ երբ։ Էկրանների մասնակետը պետք է լինի հավատարիմ այսօր։ Երբ պիտի լինի հոր որոշած ժամանակ։ Կա չէ հոր որոշած ժամանակը, բայց ինչ ենք շտապում, ուզում ենք շուտ լինի։ Իհարկե, հավասարակշռության համար, բալանսի համար եմ ասում, որ եթե դու ունես խոստում ու գիտես, որ պիտի լինի, բայց ինչ որ արգելքով չի լինում, դա ուրիշ բան է, որ այդ արգելքը պիտի քանդվի ու դու խոստումը ստանաս Աստծուց։ Բայց երբ որ գիտես խոստմանը ժամանակ կա, հոր որոշած ժամանակը կա, դա նշանակում է պիտի լինի ճիշտ ժամանակին։ Եվ բոլորս ասեցինք, բոլոր հայերը, որ երբեք չեն շտապում, ասում են ամեն։ Այնպես էլ մենք, քանի որ երեխա էինք, աշխարհի սկզբունքների ներքև, ծառայության մեջ էինք, այսինքն ծառա էինք, ստրուկ էինք ուրիշ բառերով։ Բայց երբ որ ժամանակի լրումը եկավ, փաստորեն ժամանակի լրումը կա, պիտի մի բան լրանա։ Աստված ուղարկեց իր որդին, կնոջից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողներին փրկի, որ որդեգրությունն ընդունենք։ Վերջերս ինձ մի պատանի նույնիսկ հարցեց, բա ինչի Հիսուս այդ ժամանակ եկավ, ոչ հիմա։ Ես էլ ասեցի, որովհետև Աստվածաշունչն ասում է հստակ կար որոշված ժամանակ, որ պիտի պատրաստվեր այդ ժամանակը, որ խորը ուսումնասիրում ենք, տեսնում ենք Հռոմը պիտի ճանապարհներ շիներ, որ ավետարանը տարածվեր, բոլոր փիլիսոփայությունները պիտի մատնվեին, անգիտության պիտի մատնվեին, որովհետև բոլորը գիտություն ու հանճար էին փնտրում, բոլորը ասում էին գիտությունը սրա մեջ է, իմաստությունը սրա մեջ է, ֆիլոսոֆիա, սիրում եմ գիտությունը, վիճում էին իրար հետ, հունարեն լեզուն էին զարգացնում, որպեսզի ավելի իրենք լավ փիլիսոփաներ լինեն, ցույց տալով որ իրենց գիտությունը ավելի բարձր է, մեկը մյուսի հետ վիճելով ու հունարեն այդպես զարգացավ, ճանապարհները լրիվ զարգացան Հռոմի, մեկ էլ հանկարծ ինչ որ մեկը եկավ ասեց ես եմ ճշմարտությունը։ Բոլորը այդ ժամանակ փնտրում էին ճշմարտությունը, ասում էին սրա մեջ է ճշմարտությունը, նրա մեջ է ճշմարտությունը, բայց մի անձնավորություն եկավ, որ ասեց ես եմ ճշմարտությունը։ Նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Փառք լինի նրան։ Այս է ժամանակների լրումներ, տարբեր կողմերով Աստված պատրաստեց այս ժամանակը եւ Հիսուս Քրիստոսը եկավ ճիշտ ժամանակին։ Եվ որովհետեւ դուք որդիներ եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբբա հայր։ Ում ուղարկեց մեր սրտերի մեջ։ Ասում է իր որդու հոգուն ուղարկեց։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, որ մենք հավատում ենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, երբ որ ասում ենք Սուրբ Հոգին, ում հոգին է, կարող ենք ասել Հորը հոգին է, բայց այդտեղ նաեւ գրված է Սուրբ Հոգին Հիսուս Քրիստոսի հոգին է, որդու հոգին է նաեւ։ Ամեն։ Հրաշալի է։ Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ։ Սիրելիներ, մեր սրտերի մեջ Աստծո որդու հոգին կա, որով մենք կարողանում ենք աղաղակենք Աբբա, հարազատ հայր։
Աստված ինչ որ հերվում եղող Աստված արարիչը չի, նա նաև մեր հայրն է։ Ոնց որ մի օր Փառք Տիրոջը, մի օր մի այլադավանի, դու գիտեք որ դավանանքի մասին է խոսքը, անունը չեմ ուզում տամ, իրեն Աստված սրտիս մեջ դրեց, որ մի հետաքրքիր հարց տամ։ Ասեցի, դուք բոլորը օրվա մեջ 5 անգամ աղոթում եք, սենց Աստծուն փնտրում եք, չէ, սենց շատ լվացվում եք, գնում եք աղոթում եք ու փնտրում եք, չէ, ասեց հա։ Ասի մենք արդեն գտել ենք։ Ապշած նայում է ինձ։ Ժողովուրդ, իրոք գտել ենք։ Այդքան սպասվածը կատարվեց։ Որդի Աստված եկավ եւ ասեց, ես պիտի գնամ, ավելի լավ է ձեզ համար, որ գնամ։ Ոնց կարելի է նման խոսք լսել ու ընկալել ու հասկանալ, երբ որ տեսնում ես քո կողքինը ամենակարողը, ամեն ինչ կարողանում է, կույրերի աչքեր է բացում, հազարավոր մարդկանց է կերակրում, մի կտոր հացով, մի կտոր ձկով, ու ասում է, ձեզ համար ավելի լավ է, որ գնամ։ Ոնց կարելի է հասկանալ։ Ուր ես գնում, Հիսուս ջան, հազիվ կողքներ հետ ենք։ Ջրի վրա ենք քայլում, ճիշտ է, ասենց մեկ սահում ենք, բայց միևնույնը քայլում ենք, ուր ես գնում, ինչ նշանակում լավ։ Բայց Հիսուս ասեց ավելի լավ է ձեզ համար որ գնամ։ Գիտեք ինչի համար, որովհետև հետո արդեն բոլորը շփոթվեցին։ Մեկ Հիսուսի խաչեցին, հետո տեսան, այս աշխարհի վրա շատացան ոնց որ Հիսուսի նմանները։ Մեկ ընդեղ է հրաշքներ գործում, մյուս ընդեղ է գործում, ու ամբողջ աշխարհը լցվեց Տիրոջ փառքով։ Որտեղ բոլորս լցվեցինք այն Սուրբ Հոգով, որով ոցված էր Հիսուս Քրիստոսը, որով լցված էր Հիսուս Քրիստոսը, որով անում էր այդ բոլոր հրաշքները։ Հալելույա։ Ահա թե ինչ պատճառով ենք կնքվել Սուրբ Հոգով, լցվել նրանով ու պիտի մենք ցույց տանք Աստծո փառք այս աշխարհի վրա։ Ասում բայց այն ժամանակ Աստծուն չգիտեիք, չէիք ճանաչում։ Ծառայում եք նրանց, որի բնե աստվածներ չեն, կուրքեր են այսինքն, բայց հիմա որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ թե Աստծուց ճանաչվեցիք, ու ինչ մեծ պատիվ է, որ Աստծուց էլ ճանաչվեցինք, գրված է։ Ոչ թե մենակ ինքը ճանաչեց, այլ ոչ թե մենակ մենք ճանաչեցինք Աստծուն, այլ ինքն էլ մեզ ճանաչեց։ Որ ինչ որ հայտնի մեկը քեզ ճանաչում է անունով, ասում է, «Էս ինչ ջան», ասում ես, «Տեսար, անունով գիտի»։ Աստված մեզ անունով գիտի։ Բայց հիմա որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծուց ճանաչվեցիք, ինչպես եք կրկին դառնում դեպի ետ այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում եք դարձյալ ծառայել։ Սա այն մարդկանց, ովքեր որ սահում են ու նորից գնում են հետ, ու էլի ծառայում են չաստվածներին, էլի ծառայում են կուրքերին, այսինքն հեռանում են Աստծուց։ Տեսնենք ինչպես կատարվեց։ Խնդրում եմ ձեզ, անպայման կարդացեք Գործ Առաքելոց առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ։ Կարդացեք, գնացեք առաջ։ Բայց առաջի գլխից մի հրաշալի խոսք եմ ուզում կարդամ, 8-րդ համարն է դա, բայց 5-րդն էլ կասեմ, որովհետև հստակ բան է շեշտված, ասում է, որովհետև Հովհաննեսը հիրավի ջրով մկրտեց։ Բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք ոչ թե շատ օրեր սրանից հետո։ 8-րդ խոսքը միանգամից, բայց դուք զորություն կառնեք, ասեք ամեն։ Երբ որ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի Սամարիայի մեջ մինչեւ երկրի ծայրերը։ Ու հետո ստեղ նկարագրումը 13-րդ խոսքից մինչև 14-ը, ես ասեցի անպայման կկարդաք ժամանակի բերումով, սա ծավալուն թեմա է, դրա համար գնացեք ուսումնասիրեք։ Ասում է աշակերտներ իրար հետ 120 հոգի մոտավորապես հավաքված էին, ներառյալ Հիսուս Քրիստոսի մայր Մարիամը։ Բոլորը հավաքված էին վերնատանը ու սպասում էին։ Նրանք սպասելիք ունեին, ու ես հավատում եմ դուք էլ հիմա սպասելիք ունեք, որ Աստծո Հոգին ձեզ պիտի կպնի այսօր եւ միշտ, երբ որ մենք Տիրոջ տուն ենք գալիս։ Որովհետեւ վերջերս նամակ ստացա, բայց չի լինում, շաբաթ օրը չի, միայն Կիրակի օրն է Պենտեկոստեի օրը։ Ասում եմ, մեկ ուզում եմ տես մարդկանց աչքերին նայեմ, մեն էլ չկան։ Ուզում եմ ասեմ 365 օր 6 ժամ մեր համար Սուրբ ծնունդ է։ Ամբողջական տարին մեր համար Սուրբ Հոգով լեցունության օրեր են։ Ուղղակի օրերը հստակ նշում ենք, եկեղեցու դալիճում էլ այդքան տեղ չկա, որ մի անգամ անենք։ Փառք Տիրոջը դրա համար։ Ոչ, Կիրակի օրն է դա միայն։
Բոլորը միասին հավաքված էին, 120 մարդու հանկարծ մի հրաշալի բան է տեղի ունենում, եկեք կարդանք միասին։ Հիսուսի մայր Մարիամն էլ իրենց մեջ։ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 1-ից սկսած։ Երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ուշադիր լինենք, ամենքը միաբան մեկտեղ էին։ Ովքեր էին մեկտեղ։ Ամենքը, բոլորը։ Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին, եւ երևեցին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ բոլորը, ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Ոնց էին խոսում։ Ասեցի դուք պիտի ինձ օգնեք այսօր։ Ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Մի օր մեկ ասեց, ես էլ եմ ուզում սովորեմ։ Ասի սովորելով չի։ Ոնց որ Հոգին քեզ կխոսեցնի, այդտենց էլ կխոսես։ Եվ Երուսաղեմում բնակված էին հրեաներ, աստվածավախ մարդիկ, երկնքի տակի ամեն ազգերից, ես ինչքան եմ սիրում ես ամեն բառը։ Ասա ամեն ազգերից։ Հայերն էլ մեջն են։ Մի պայմանական անուն տվեք հլը, հայի անուն տվեք, տիպիկ հայկական անուն։ Ներողություն Հովիվ Արմենջան երեք ասեցին Արմեն, դե Արմեն, Հայկ։ Այսօր Արմեն թե Հայկ։ Բոլորը Արմենի կողմնակից։ Լավ ասենք Հայկ, Հայկն էլ էր ընդեղ։ Գրած ամեն ազգերից։ Սխալ չեմ ասում, եթե ամեն ազգերից ուրեմն մենք էլ ընդեղ ենք։ Եվ երբ որ այս ձայնը եղավ, բազմություն եկավ մեկտեղ կիտվեցավ, որովհետև ամեն մեկը լսում էր նրանց, որ իր լեզվով խոսում էին։ Վերջին 3 բառը նորից ենք ասում։ Իրենց լեզվով խոսում էին։ Գրված է, չէ՞ ընդ է։ Ամեն մեկը լսում էին, որ նրանց, որ իրենց լեզուներով խոսում էին, եւ ամենքը հիանում էին եւ զարմանում էին եւ իրար ասում էին, չէ՞ որ ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի են։ Եվ ինչպես մենք ամեն մեկս մեր լեզվով լսում ենք, որ նրանում ծնված ենք, ուստեղ ազգերն է թվարկում, Պարթևներ, Մարեր, Եդամացիք բնակվող Միջագետքի, Հրեաստանի, Կապադովկիայի, Պոնտոսի, այնտեղ եւ այլն էլ կա, այդ եւ այլնի մեջ ես ու դու մտնում ենք, հալելույա։ Լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծո մեծամեծ բաները խոսում են եւ հիանում էին ամենքը եւ զարմանում էին, մեկը մյուսին ասում էին, սա ինչ պիտի լինի։ Իսկ ուրիշները ծաղր անելով ասում էին, քաղցվով, այժմյան լեզվով ասած, ալկոհոլով հարբած են։ Մի հրաշալի գերբնական բան է տեղի ունենում, ժողովուրդ, գերբնական։ Որ մարդիկ կան զարմանում են, ասում են, ոնց են մեր լեզուներով խոսում։ Հրաշք է ստեղ տեղի ունենում։ Բայց մարդիկ էլ կան կողքից դիտորդների նման, ասենց հաճախորդների նման, փոշմանած հաճախորդների նման, որ եկել են ու փոշմանել են, կողքից ասում են հարբած են։ Գիտեք, ես մարդիկ եմ առաջնորդել եկեղեցի, այն առաջին օրվանից, երբ որ ապաշխարել եմ, մարդկանց բերում էի։ Մի օր մի ընկերոջ հետ եկա, դեռ Մարզա Ամերիկային համալիրի մեծ դալիճներ։ Մտանք ներս, ու ինքը սենց հարցեց, «Էս ինչերեն են խոսում»։ Ասի բոլորը խոսում են երկնային լեզուներով։ Ասես բոլորը, ասի դե մեծ մասը։ Ես կարամ սովորեմ։ Ասի չէ, սովորելով չի, մի անգամից է, ոնց, ես ինչ հրաշք է։ Ինքը գիտեք, հետո գիտությունների թեկնածու դարձավ, գիտնական մարդ դարձավ, բայց այդ մարդը զարմացած մնաց, ասես կարամ ես էլ։ Բայց մարդ կա գալիս ասենց, մակերեսայնորեն ասենց նայում ա լեզուներին ասում ա, ես ինչ ա։ Լսի, հələ մի րոպե, էլի սպասի, հələ հետո կիմանաս, հələ սպասի, հարցեր տուր։ Ասեմ ձեզ, որ ոչ մեկ չի աղոթել իմ համար, որ ես մկրտվեմ Սուրբ Հոգով։ Ոչ մեկ։ Մի քիչ անհավատ, թերահավատ ֆրանկ եմ եղել։ Որ ասում եմ, ինչեւ աշկովս չտեսնեմ, չեմ հավատա։ Լսեք, խաչ ակնկվելով, կաթոլիկ մայրապետների կողմից էի սովորել էի, որ խաչ ակնկվում եմ, ու հայր մեր աղոթքը ուշադիր ուզում էի ասեի։ Ուշադիր ասեցի, չէ, էլի ավելի ուշադիր պիտի ասեմ։ Պարկած ժամանակ էր, արդեն պիտի քնեմ, ավելի սենց ասի ուշադիր լսեմ, որ Աստված տեսնի դուրը գա։ Նորից հայր մեր գրափարով, այն մի տեղը, որ ասում է,
Եվ որպես երկինս եւ երկրի հզած մեր անապազոր, այդտեղ լավ չի հասկանում։ Գրաբար սովորում էի, ասում էի, բայց լավ չի, Աստված ինձ չի ների, որ էսի չեմ հասկանում։ Ասի նորից եւ 8-10 անգամ sense աղոթեցի, մեկ էլ sense զգացի, որ մի գերբնական բան կատարվեց ու խոսում եմ բան, որ ես չեմ հասկանում։ Ասի, էս ինչ եղավ հետս։ Էս ինչ էր։ Մենակ գիտեմ, որ լավ էր։ Վատ չէր։ Ասի շարունակեմ տեսնեմ հələ ինչ անելու։ Մտքիս ասեցի, երևի ենթագիտակցությանս մեջից ինչ կա դուրս է գալիս։ Հետո ասի երևի բառերն եմ թարս ասում։ Ինչ ասեցի, մոտավորապես մի ամիս սկսել էի աղոթել ու չի հավատում։ Աղոթում էի ու չի հավատում, ինչև Աստված ինձ գերբնական բաներ արեց։ Մանրամասնա չեմ կարա պատմեմ, ասի Տեր Աստված ջան, ես հասկացա, սա գերբնական լեզուներ են։ Փառք Հիսուսին։ Գիտեք, երբ որ Աստված տեսավ ծարավ աղոթում եմ, անկեղծ հայրմերն եմ աղոթում, հայրմերին դեմ չենք, լավ եմ արել, աղոթել եմ ու հանկարծ Աստված լցրել է Սուրբ Հոգով։ Փառք Աստծուն։ Մարդկային միջամտություն չի եղել։ Մի ամիս ընդհակառակը բարեկամներ կային, ապացուցում էին, որ դա ճիշտ է, ես էլ ասում եի, չէ, երևի ինչ որ մի բան այն չի։ Բայց ես լավ էի։ Ինքս ինձ չէի կորցրել։ Գիտակցությունս տեղ, ամեն ինչ նորմալ։ Առաջի հարցը որ գալիս է մի անգամ իմ բարեկամներից մեկը լցվեց Սուրբ Հոգով, ասում է, կարող է հանգարց նստեմ տրանսպորտ ու հանգարց սկսեմ խոսալ։ Ասի, չէ, եղբայր, դու պետքա կամքիդ հակառակ Աստված բան չի անում, եթե ուզում ես աղոթես Սուրբ Հոգին, քո միջոցով կսկսի բարեխոսել։ Ասեց, հա, դե լավ, մխիթարվեց։ Մի անգամ էլ գիտեք ինչ տեղի ունեցավ, պիտի վկայեմ այսօր։ Երեք չեմ վկայել, բախտները չի բերել, չնայած բախտին չեմ հավատում։ Լսեք, բարեկամիս տղայի համար եմ աղոթում, ներողություն, տղան նոր ամուսնացել, հարսի համար եմ աղոթում, որովհետև տղան ասում է, ես չեմ հավատում տես բանի։ Ասի, չես հավատում, դե մի կողմ գնա, քո անհավատությունը մեզ պիտի չխանգարի։ Ձերքս դրեցի հարսի վրա, սկսեցի նորա հարսի վրա։ Ձերքս դրեցի նրա վրա, սկսեցի աղոթել, փեսան լցվավ Սուրբ Հոգով։ Դες բան կյանքում չեմ տեսել, ոչ էլ լսել եմ։ Ասում եմ, անհավատին նայելը։ Երևի մտքում գնացել ասել Տեր ջան, ինձ էլ տուր էլի։ Այսպես Աստված ունենք, գերբնական։ Նրան տուփի մեջ չես կարա տեղավորես։ Նա Աստված է, որում տիեզերքն է։ Հալելույա։ Գնացինք։ Տեսանք ինչքան մարդիկ սկսեցին ու ինչքան մարդիկ սկսեցին ծաղրել։ Ու ես ուզում եմ ստեղ կանգ առնեմ այդ ծաղրող մարդկանց հստակ ուղեր ստամ։ Հասկացեք ինչ եք անում։ Մեկ-մեկ տեսնում ենք մոնտաժած, վերցնում դնում են այդ լեզուների պահը, առանց հասկանալու ինչ են անում։ Երևի մոռացել են, որ Հիսուս Քրիստոս ասում է Աստծո մատով, Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգով դևեր էր ազատագրում, մարդկանցից դևեր էր հանում։ Ու ասեցին Բեղզեբուղի հոգով ես անում։ Ու հենց այդ համատեքստում Հիսուսը ասեց, եթե նույնիսկ ինձ հայոյեք կներվի, մարդու որդուն հայոյեք կներվի, բայց Սուրբ Հոգուն հայոյողը երբեք չի ներվի։ Երևի մոռացել են։ Մոռացել են, երբ որ տեսնում են աշխարհում, եթե չեմ սխալվում, գրեթե 1 միլիարդ մարդ ասում են։ Ոչ մեկ չի կարող հաշվել իրականը։ Ասում են աղոթում են լեզուներով։ Ու այդ մարդկանց պիտակավորում են, ասում են սատանայից է։ Ինչ սարսափելի է, որ չեն հասկանում։ Նույն բանն է, սիրելիներ, եկեք այսօր իրականում հասկանանք, ոչ մի բան չի փոխվել ժամանակների մեջ, նույնն է։ Մի օր կատաղած դրեցի ինչ-որ մեկին, ով որ աղանդավոր էր ասել, սխալ բաներ էր ասել, դրեցի իրեն փորձում եմ, ապացուցեմ, լսի, մենք աղանդավոր չենք։ Մենք 2000-ամյա քրիստոնյաներ ենք։ Այդ իրավահաջորդն ենք քրիստոնյաների գործ կառաքելոց շարունակող։ Համոզեցի այդ մեկին, որ իրոք մենք շեղված չենք, ու սիրտս sense տեղը ընկավ, sense ախ քաշեցի, ժամը 4-ի կողմերը գիշերվա, ախս քաշեցի, վերջացրեցի, մեկ էլ Տերը խոսեց։ Վերջացրեցիր։ Ասեցի, հա։ Ասեց, այդ երբ վանից դարձար իմ պաշտպանը։ Ասեց, դու sense կմաշվես։ Նույնիսկ օր էի պայմանավորվել, որ գնամ տեսնեմ այդ մարդուն։ Ասեց, լսի, հանգիստ, sense խոսում էր Տերը հետս։ Ես չէ որ ասել եմ, որ ձեր մասին սուտ բաներ կխոսեն։
Իմ անվան համար հայոյված կլինեք, ծեծված կլինեք, ացյանների մոտ կտանեն ձեզ։ Լսի, ընդունի ճշմարտությունը, համակերպվի ու սկսի սրտանց ծառայել ինձ։ Այդպես չեն պայքարում։ Իհարկե, եթե Աստված սրտիդ մեջ դնում է, խոսիր։ Բայց ես ուրիշ ձև էի, չայնացած, sense ոնց թե ինձ անպատվել են։ Երևի դրա մեջ եսասիրություն էլ կա, որ ինձ են հայոյել, ինձ են անպատվել։ Այ եթե այդ դիրքից չես անում, ուղղակի ուզում ես Հիսուս քարոզես, քարոզի։ Բայց եթե քեզ են վիրավորել, ինձ վիրավորեցին։ Ոչինչ, Հիսուսն ասեց, ինձ վիրավորեցին, ձեզ էլ կվիրավորեն։ Մատաղ, դալար, ծառը չափսոսացին, ձեզ էլ անպայման։ Ոչ կափսոսան, ոչ էլ կխնայեն։ Ու տեսեք հետո ինչա կատարվում։ Եվ Պետրոսը, ուշադիր լսեք, ով 14-րդ խոսքն եմ կարդում։ Պետրոսը վեր կացավ այն 11-ի հետ, իր ձայնը բարձրացրեց եւ նրանց հետ խոսեց. «Ով Վրաստանցի մարդիկ եւ ամենք հետ որ բնակված եք Երուսաղեմում, սա ձեզ հայտնի լինի։ Եվ իմ խոսքերին ականջ դրեք, որովհետեւ չէ թե ինչպես դուք եք կարծում սրանք արպած են, որովհետեւ օրվա 3-րդ ժամն է, այլ սա հովել մարգարեի ձեռով ասվածն է եւ կլինի հետին օրերում, ասում է Աստված, որ իմ հոգուց կթափեմ ամեն մարմնի վրա եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կմարգարյանան, ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն եւ ձեր ծերերը երազներ կտեսնեն եւ իմ ծառաների վրա եւ իմ աղախինների վրա էլ այն օրերում հոգուց կթափեմ եւ կմարգարյանան եւ նշաններ կտամ»։ Նշաններ, հրաշքներ, շարունակում է խոսքը։ Ով էր քարոզողը։ Ինչպիսին էր Պետրոսը Հիսուսի օրերում։ Նույնիսկ մի աղախին մոտեցավ, ասեց, դու էլ նրանց մեջն էիր։ Ասեց, երթվում եմ, չեմ ճանաչում այդ մարդուն։ Ուրացավ, 3 անգամ ուրացավ, ուրացած Պետրոսը։ 3 անգամ Տիրոջը ուրացած Պետրոսը, այսօր համարձակությունով լցված, ով հրեաստանցի մարդիկ իմանալով նախադեպ արդեն կար այսպիսի բաներ քարոզողներին ինչա սպասվում, սպանել էին արդեն Հիսուսին։ Բայց նա արդեն Սուրբ Հոգով լցված ուրիշ Պետրոս էր։ Ուրիշ Պետրոս էր։ Այդքան սպասվածը կատարվեց, Պետրոսը փոխվեց։ Ուրացող Պետրոսը դարձավ ժայռ, որտեվ իզուր չէր Հիսուսը նրան ժայռ անվանել։ Սիմոն Պետրոս, քո անունը այլևս Կեփաս կլինի, ժայռ։ Որ նրա անունով, նախկին ուրացողի անունով տաճարներ կան լիքը։ Սուրբ Պետրոս։ Բայց այն Սուրբ Պետրոսը չէր, որ Հիսուսի ժամանակ ուրացավ, այլ Սուրբ Հոգով լցված Սուրբ Պետրոսներ արդեն, որ համարձակ ավետարանը քարոզում էր իմանալով, որ իրենք խաչ են։ Ու ըստ ավանդության նա խաչվել է ու նույնիսկ ասել է, թող գլխի վրա ինձ խաչեն, որտեվ ես արժանի չեմ իմ Տիրոջ նման խաչվեմ։ Տեսեք ոնց է փոփոխությունը գալիս մեր մեջ, երբ որ մենք Սուրբ Հոգով լցվում ենք։ 180 աստիճան փոփոխություն կլինի մեր կյանքում, երբ որ Սուրբ Հոգով լցվենք ու շարժվենք Սուրբ Հոգով։ Եկեք միասին ասենք ամեն։ Ահա, փառահեղ մի հրաշք, որ տեսնում ենք, որ ոնց են մարդիկ փոխվում։ Գործք առաքելոց 4-րդ գլուխ 11-ից 13 համարները։ Եկեք միասին կարդանք։ Նա ձեզանից շինողներից այդ անարգված քարը, որ անկյունի գլուխ եղավ, եւ էլ ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետեւ ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել։ Եվ Պետրոսի եւ Հովանեսի համարձակությունը տեսնելով եւ գիտենալով, որ առանց ուսմունքի եւ տգետ մարդիկ են, զարմանում էին։ Գրված է տգետ, անուս մարդիկ էին։ Ոչ ուսյալ մարդիկ էին, զարմանում էին իրանց վրա, ասում էին, «Էս ինչ մարդիկ են»։ Միայն ճանաչում էին նրանց, որ Հիսուսի հետ էին։ Այստեղ էլ մարգարեական թող որոշ մարդկանց համար լինի, ովքեր որ ժամանակին ուսում չեն ստացել, դեմ են եղել, չեն կրթվել, բայց հիմա հավատքի մեջ են մտել։ Ոնց որ մեր եղբայրներից մեկը Լիբանանում մեր եկեղեցու հոգևոր հովիվ այնտեղ իրեն հարցնում, ասում եմ, ճիշտ է որ դու մինչև 4-րդ դասարան 2 անգամ մնացել ես նույն դասարան, ասում եմ, ոչ, 3 անգամ եմ մնացել նույն դասարան։ Ապշած մնացի։ Բայց այսօր հայերեն սովորում, անգլերեն սովորում, ամեն օր կրթվելու մեջ է, որովհետև Հիսուսն ազովրեց ու հետ այլևս։ Հալելույա, նրան լինի ողջ փառքը։ Եթե փոշմանել ես, սկսի կրթվել, սկսի լցվել Աստծո Սուրբ Հոգով,
Սկսի ուսումնասիրել Աստվածաշունչը, մարդիկ գիտեմ տարերը սկսել են Աստվածաշունչից ճանաչել։ Դա Աստծո փառքն է։ Ու ասում եմ զարմանում էին, բա կզարմանան, բա ոնց։ Եվ 31-րդ խոսքն էլ է այդպես գրած է Աստծո խոսքը, Սուրբ Հոգով լցվեցին եւ Աստծո խոսքը խոսում էին ոնց համարձակությամբ։ Վերջերս մի հետաքրքիր բան եղավ, կարճ օրեր առաջ օթանավի մեջ հանկարծ ներսիցս զգում եմ, որ պիտի խոսեմ։ Ամբողջ օթանավին։ Մի քանի հոգով էինք, ասեցի կիսվեցի, եղբայրներից մեկն էլ մեր հետ էր, ասեցի ես թմբուկ կնվագեմ։ Օթանավում պատկերացնում եք։ Ասեցի պիտի ես բոլոր մարդկանց հրավիրեմ պաշտամունքի, հրավիրեմ հոգևոր համերգի։ Թմբուկը նվագեց, բոլոր ուշադրությունը սևեռեցին մեր վրա, բարձրացա սկսեցի խոսել, ասեցի ժողովուրդ ջան, մենք բոլորիդ հրավիրում ենք, ոչ մեկ չեկավ։ Բայց գիտեք, այնքան հրաշալի էր, որ ինքս նաև ինձ հաղթեցի։ Որ համարձակորեն ասեցի, կարող է այդ ժամանակ չեկան, բայց հետո կարող է տեսնեն ու գան։ Փառք Տիրոջը։ Ասեն էս այն տղեն էր, որ հրավիրեց, հետո կգան, ոչինչ։ Ես հավատում եմ։ Այսօրվա ցանածը ծերմը հոր որոշած ժամանակը պտուղ կտա։ Փառք Տիրոջը։ Հալելույա, բայց եղիր համարձակ, որովհետև Սուրբ Հոգով ես լցված։ Հիմա գնանք առաջ, մեր էքսկուրսիան, հոգևոր էքսկուրսիան։ Գործ Առաքելոց 10:44-ից 48։ Պետրոսը դեռ այս բաները խոսելի, Սուրբ Հոգին իջավ այն խոսքը լսողների բոլորի վրա ժողովուրդ։ Քարոզի ժամանակ Սուրբ Հոգին գալիս է մարդկանց վրա։ Եվ զարմացան Պետրոսի հետ եղող հավատացյալները, որ թլպատությունից էին, որ հեթանոսների մեջ էլ Սուրբ Հոգու պարգևը թափվում էր, որովհետև նրանք չէին հավատում, ասում էին ո՞նց կարա հեթանոսների մեջ Սուրբ Հոգին թափվի։ Որովհետև լսում էին նրանք, լեզուներով խոսում էին եւ Աստծուն փառավորում էին։ Խնդրում եմ իրար հետ եկեք կրկնենք, լեզուներով խոսում էին, քայլ համար 1 եւ Աստծուն փառավորում էին, քայլ համար 2։ Այսինքն ինչ տեղի ունեցավ, լեզուներով խոսել եւ Աստծուն փառավորել։ Հիմա պրակտիկապես մի բան եմ ուզում ձեզ ցույց տամ։ أنا الآن في الكنيسة وأتكلم باللغة العربية. Ինչ ասեցի։ Ով հասկացավ։ Մի օքի հասկացավ։ Չհասկացաք, չէ ինչ ասեցի։ Այնտեղ գրած չի։ Սիրելիներ, ինչ իմացաք, ես Աստծուն փառավորեցի, թե չէ։ أنا أحب يسوع المسيح. Էդի կարելի է մի քիչ հասկանալ, որտեվ Հիսուս Քրիստոս ասեցի։ Սիրում եմ Հիսուս Քրիստոսին ասեցի։ Բայց հիմա էլ Լեկարիամա Սենտոլիա Քրենդո Շեփերեդի Ալա Սանտա։ Ինչ ասեցի։ Ինչ իմացաք, Աստծուն փառավորեցի, թե չէ։ Ուղղակի քանի որ եկեղեցում եք, ուղղակի գիտեք, որ Աստծուն ծառայող եմ, դժվար թե ինչ որ սխալ բան ասեմ, չէ։ Էն էլ ստեղ։ Բայց գրված է, լեզուներ էին խոսում եւ Աստծուն փառավորում էին։ Ուրեմն, երբ որ փառավորում էին, ուրեմն ինչ էին անում, նաեւ հասկանում էին։ Գնացինք առաջ։ Որովհետև լսում էին, որ նրանք լեզուներ էին խոսում եւ Աստծուն փառավորում էին։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Միթե կարող է ջուրը, մեկը ջուրը արգելել, որ սրանք չմկրտվեն»։ Այսինքն ջրով մկրտությանը դեմ էին։ Ասում էին հեթանոս են, իրավունք չունեն։ Ասում են միթե մեկը կարող է ջուրը արգելել, որ սրանք չմկրտվեն, որ Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես բարձր ասեք։ Մենք ովքեր։ Առաքյալները, Պետրոսը իրենց անունով ասում է վերնատան նման ընդունեցին։ Այսինքն ինչ տեղի ունեցավ վերնատանը, լեզուներ էին խոսում, ինչպես Հոգին խոսել էր տալիս եւ Աստծուն փառավորում, այդ ոնց էին Աստծուն փառավորում։ Որ անծանոթ մարդիկ մտնեն ներս ստեղ, անծանոթ ազգեր, տարբեր ազգեր, երկնքի տակ եղող բոլոր ազգեր, ու տեսնում են, ես ասում եմ լե ռաթիա սեմ փոքոթիա ռամաշեք հետորիա։ Իրանք մտածում են, որ ես Աստծուն փառավորում եմ։ Տեղ եմ ուզում հասցնեմ։
Հիշեցինք, որ եւ նրանց հրամայեց, որ Տիրոջ անունով 48-րդ խոսքը, այն ժամանակ աղաչեցին նրան, որ մի քանի օր մնա։ Գործ Առաքելոց 19-րդ։ Այստեղ արդեն Պողոսն է, մյուս առաքյալն է։ Եվ եղավ, որ Ապողոսը Կորինթոսում եղած ժամանակ Պողոսը, որ վերի կողմերը մաներ եկավ Եփեսոս եւ մի քանի ձեր օգնության կարիքն ունեմ։ Աշակերտներ, ժողովուրդ, աշակերտներ գտավ։ Շատ կարևոր է։ Ասեց նրանց. արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Նրանք ասեցին նրան. մենք չենք էլ լսել, թե Սուրբ Հոգի կա։ Այնքան ցավալի է, որ ասում են բան չի փոխվի։ Հիմա էլ հավատացյալների մեջ։ Գնա դուրս աս Աստված օրհնի քեզ, Աստված պահապան քեզ, կասի, Աստված քեզ էլ պահապան։ Հələ մի հատ ասա Հիսուսը օրհնի քեզ։ Արդեն աչքերի արտահայտությունը կփոխվի, չէ՞։ Հիսուսը օրհնի քեզ։ Կասի ով ես եղբայր։ Հələ մի հատ էլ պատկերացրա, որ ասում է Սուրբ Հոգու օրհնությունները լինեն քո կյանքում։ Նախ առաջի այդ բառից արտահայտությունից, որ ասես Սուրբ Հոգու օրհնությունները, եղբայր աղանդավոր ես։ Ներքին քմծիծաղ, թե ոնց կարելի է, երբ որ Սուրբ Հոգու անունը տաս քեզ համար են աղանդավոր։ Տեսնես աղանդավորն ով է, որ Սուրբ Հոգուն չի ընդունում։ Սուրբ Հոգու պարգևները չի ընդունում։ Սուրբ Հոգու պարգևները աղավաղում է։ Սուրբ Հոգու պարգևների համար գրվածա դրել են իրանց համար բան են արել, մոնտաժել են, դրել են ու ծաղրում են, ուրիշներին էլ ծիծաղի են բերում այդ ամեն ինչի վրա։ Միթե չեն վախենում։ Մի օր մի հոգևոր հովիվ շատ սիրում է իրան։ Մեկ էլ ասեց, դուք որ այտենց լեզուներով խոսում եք, բայց չէ որ դա մարդկային լեզուներ էր այդ ժամանակ։ Այնտեղը բերեցի, ասեցի, բա որ 5 տակարանում մի հատ դեպք պատահեց, հրեշտակ եկավ, գրեց մանե, թեկեղ փարսին։ Էդ ինչեր են էր։ Ասեց արամերեն։ Ասում եմ, արամեական երկրում արամերեն չէին հասկանում իմաստունները ու չհասկանալու համար թագավորի կողմից պատժվեցի։ Եվ լռություն եղավ։ 4 բառ, 4 տառ ներողություն։ 4 տառ մանե Աստված հաշվեց քո թագավորությունը, դրա վերջը տվեց։ Թեկեղ կշռվեցիր, թեթև գտնվեցիր։ Ես ուզում եմ այդ մարդկանց ասեմ, որ զգույշ եղեք, կկշռվեք, թեթև կգտնվեք։ Որ Աստծո հոգուն կպնեք։ Շատ թեթև։ Նժարը սկի տեղից չի շարժվի։ Գնացինք առաջ, ովքեր են ուզում իմանան ինչ ա լինելու վերջը։ Ասեց, բա ինչով մկրտվեցիք։ Նրան ասեցին Հովանեսի մկրտությամբ։ Պողոսն էլ ասեց, Հովանեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունով էր մկրտում եւ ասում, թե նա որ նրա ետևից պիտի գա, նրան հավատան, այսինքն Հիսուս Քրիստոսին, եւ երբ որ լսեցին, Տեր Հիսուսի անունով մկրտվեցին։ Ահա տեսեք մի մկրտություն, Հիսուսի անունով մկրտվեցին, ասում է, եւ երբ որ Պողոսը քայլ 3-ն էր ստեղ արդեն։ Պողոսը ձեռքը դրեց նրանց վրա, Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներ էին խոսում եւ մարգարեանում եւ ամենքը 12 մարդու չափ էին։ Լեզուներ էին խոսում եւ ինչ էին անում։ Մարգարեանում։ Փառք Տիրոջը։ Հիմա գնացինք առաջ։ Առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ, առաջի խոսք։ Եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես եղած ձայն հանող պղինձ կամ հնչեցնող ծնցղա։ Ուրեմն կան ինչպիսի լեզուներ։ Հրեշտակների լեզուներ, ուղղակի ստեղ ասում է, որ եթե նույնիսկ լեզուներով ես խոսում, բայց սեր չունես, եղբայրս թող գա նստի, այդ ձայնը հանի, տեսնենք ինչ ձայն է դուրս գալիս։ Ինչ ձայն է դուրս գալիս, երբ որ սեր չունես։ Ով է լեզուներով խոսում, ասեցինք։ Այդքան սպասված սիրով էլ պիտի մկրտվենք բոլորս, որ այս ձենը դուրս չգա։ Տեսնեք ինչ ձեն է, լավ ձայն է։ Երաժշտության մեջ հա, բայց որ կողքը տան ընդհանրապես չխչխկացնեն, ծնծղայի ձայները հանեն։ Լավ բան չի լինի։ Թող կամաց մեր փառաբանության խումբը գա, համալրի իր տեղը։ Սիրուն հետևեցեք, հաջորդ խոսքն է 14:1-ն ասում է, եւ հոգեվոր պարգևներին նախանձավոր եղեք եւ մանավանդ որ ինչ անեք։ Սիրելի հայեր, որ նախանձ բառ ընդհանրապես մեր բառարաններում չկա։
ու դրան ծանոթ չեք, միակ առիթը, որ տալիս է, որ մենք նախանձավոր լինենք, դա հոգևոր պարգևների հանդեպ նախանձավորությունն է, որ ուզենք, որ ունենանք, ասենք Սուրբ Հոգի Աստված, քո պարգևները ես ուզում եմ, որ ունենամ։ Փառք Տիրոջ, ով որ ուզում է, ով որ նախանձավոր է Սուրբ Հոգու պարգևներին, թող ծափարի։ Երկրորդ խոսքը, ուշադիր լսեք, որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում։ Երեք բառը նորից կրկնում ենք։ Մարդկանց հետ չի խոսում։ Լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում։ Ում հետ չի խոսում։ Բա ում հետ է խոսում։ Ամեն, այլ Աստծո հետ Աստվածաշունչն է ասում։ Որովհետև ոչ ոք չի լսում, չի ընկալում, չի հասկանում, բայց հոգով խորհուրդներ, գաղտնիքներ է խոսում։ Բացել եմ հունարենը, այդ ընկալել բառն է, որ չեն ընկալում ինչա։ Հոգով գաղտնիքներ, խորհուրդներ է խոսում։ Իսկ մարգարեացողը մարդկանց հետ շինություն, մխիթարություն եւ սփոփություն է խոսում։ Իսկ մարգարեացողը ում հետ է խոսում։ Ում հետ է խոսում։ Մարդկանց հետ է խոսում մարգարեությունը անողը։ Մարդկանց հետ։ Ստեղ մի հետաքրքիր հակասություն թվացող բան կա։ Հիշում եք Գործք առաքելոց 2-րդ գլխում, երբ որ նոր մի քիչ առաջ կարդացինք, ասում է Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին խոսել, հետո արդեն փողոցում ինչ տեղի ունեցավ, որ ասում է բազմությունը եկավ կիտվեց, ասում է ամեն մեկը իր լեզվով էր լսում, որ խոսում էին։ Բայց այդտեղ ասում է լեզուներով խոսացողը Աստծո հետ է խոսում եւ ոչ թե մարդկանց։ Բա ոնց լսեց Հայկ եղբայրը։ Հիշում եք Հայկ եղբորը։ Ո՞վ է հիշում, մի քիչ առաջ դուք ասացիք Արմեն եղբայրը, Հայկ եղբայրը, կարող է երկուսով էին, չգիտեմ։ Երևակայական եմ ասում, ժողովուրդ, չասեք իմ Աստվածաշնչում չկա, բայց գրած է աշխարհի տակ եղած բոլոր ազգերից։ Հիմա չասես Աստծո խոսքի վրա բան ավելացրեց։ Լսեք, առակներ են, պատմություններ են, քարոզա։ Կատարյալ մեջբերում չի շակերտավոր Աստվածաշնչից, հասկանում եք։ Երբ որ մեջբերումը կարդում ենք։ Հիմա դուք պատկերացնում եք վերնատունն է, ու մարդիկ գալիս են ու հետո այդ բազմությունը լսում է ամեն մեկը իր լեզվով, բայց գրված է լեզուներով խոսողը ում հետ է խոսում։ Աստծո հետ է խոսում։ Բա ինչի համար են մեր սիրելի եղբայրները, եթե եղբայր են իհարկե։ Դժվար թե իրենց մարմինը կարողանան այդպես ցավացնեն։ Որտեվ Քրիստոսի մարմինը ցավացնողը Քրիստոսի մարմնից չի։ Ասում են աղանդավորները լեզուներով խոսալու մասին եւ այլն, ասես խոսում են ու ասում են մեջբերում են անում, դա այն ժամանակ էր, այսինքն Աստված տարբեր է այն ժամանակ եւ հիմա, մեկ սխալ։ Երկրորդը, ասում է հիմա որ եթե գնան օտար երկրներ, որոնց լեզուները չգիտեն, Աստված նրանց խոսել կտա այդ լեզուներով, որպեսզի եկեղեցի լինի։ Այո, եկեղեցին հենց այդ օրը սկսեց ծնվել, հենց այդ Պենտեկոստեի տոների վերջավորությանը հոգի գալուստով եկեղեցին սկսեց ծնվել, բայց լեզուներով խոսողը ում հետ է խոսում։ Աստծո հետ է խոսում, սիրելի սխալ պատկերացում ունեցողներ, որովհետև ոչ ոք չի հասկանում, ասում է, հոգով գաղտնիքներ է խոսում։ Գնացեք Աստվածաշունչ կարդացեք։ Բա ոնց եղավ որ իրենց լեզվով էլ լսեցին։ Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ, որովհետև ոչ ոք չի հասկանում, բայց հոգով խորհուրդներ է խոսում։ Իսկ մարգարեացողը մարդկանց հետ։ Երկրորդ բաժինը մարգարեությունն էր։ Որպեսզի լավ հասկանանք, պատկերացրեք, վերնատուն 120 մարդ, բոլորը լցվեցին Սուրբ Հոգով։ Ում հետ էին խոսում Սուրբ Հոգով լցվելուց։ Աստծո հետ։ Լիքարամա շեքեմ պրոդես սալա լեխոդիարա մելելա խետորշիլաբա ու սկսում էին խոսալ։ Ու հանկարծ այդ բազմությունը կիտվեց, գնաց քայլ 2, ինչ եղավ։ Լսիր եղբայր, ասենք ասում է առաքյալներից մեկը, սիրելի Հայկ եղբայր, ես քո լեզուն չգիտեմ։ Ես հայ չեմ, ես ինքս գալիլեացի եմ։ Ու հիմա զարմանում ես, ես ոնց եմ քո լեզվով ու քո ակցենտով խոսում, բայց ես մարգարեանում եմ, հենց քո լեզվով, օրինակ եմ ասում։
Դու քո ազգով շատ շուտով կընդունեք Տիրոջ պարգևը, առաջինը կլինեք բոլոր ազգերի մեջ, որ կընդունեք Քրիստոսին, կդառնաք պետականորեն առաջին երկիրը, որ կդավանեք Հիսուսին որպես Տեր ու կգնաս, կպատմես այս ամեն ինչը քո ազգին։ Հայք եղբայրը ասում է, «Էս ինչ է կատարվում, դու գալիլեացի ես ու սենց հայերեն լավ խոսում ես», գրված աշխարհի տակ բոլոր ազգերից այնտեղ կային։ Հիմա այս պատմությունը որտեղ է գրած։ Ոչ մի տեղ հնարեցի։ Առակի նման եմ ասում, որտեղ ասում ամեն մեկի լեզվով լսում են։ Հիմա սա ասում փառավորել է թե չէ։ Հիմա այն էր ասում փառավորել, որ եկան կողքից կտեսնեն, ասենք մտնում են դռնից տեսնում են լեք հարիա բրասեն թորոկորո դիդաշ շապերեմոնդիա կասեն ասունա փառավորում։ Չէ, բայց երբ որ հանկարծ այս լեզուն թարգմանվի կամ ինչ որ բան լինի, հաստատ կփառավորվի Աստված, որտեղ երկուսն էլ կա, լեզուներով խոսալներ կա, որ մենք մեր Աստծո մեջ խոսում ենք, մենք մեր Աստծո հետ խոսում ենք, ու երբ որ անհրաժեշտություն է լինում, այլ թարգմանություն է լինում։ Այս եկեղեցում էլ է եղել, շատ խմբակներում էլ է եղել, պարգևները թափվում են։ Հալելույա, փառք Աստծուն։ Եղել է նաև որ ուրիշ ազգի լեզուներով էլ է խոսացվել։ Մենք մեր Աստծուն երբեք չենք սահմանափակում։ Փառք Տիրոջը։ Գիտեք ինչ, ապշում եմ, որ մարդիկ այդքան անվախ են, այդքան անաստվածավախ են, որ սենց, որ հայեր ասում են, մի քիչ ոտքերը կաղկցեք, հլը մի հատ հասկացեք ինչ է կատարվում, հետո նոր դատեք ու խոսեցեք։ Երեք գնացի տուն, ինչ որ մեկը վիդեո էր ուղարկել, որ ինչ որ արտասահմանում, ինչ որ մի մեկնաբան, սոցիալական, քաղաքական, չգիտես ինչական, մեկնաբանում ու մեր եկեղեցու անունն է տալիս օտար լեզվով, հայ է իբր, հայադավ մեկն է խոսում, ու մեր եկեղեցին ինչ որ կապում է, չգիտես ինչի հետ, քաղաքականության հետ, այս թողոբողների հետ հիմա որ կատարվում է, ուզում եմ ասեմ, այս թողոբողների հետ ընդհանրապես մեր եկեղեցին առնչություն չունի։ Ինչ որ հիմա կատարվում, մարդիկ հստակ ասում են, որ եկեղեցու անդամ են։ Ու տեսնում ես այդ մարդիկ սկսում են խոսել, սատանայից են, չգիտեմ ինչ են, ու ոչ մի բան չեն հասկանում, ոչ եկեղեցուց, ոչ Աստվածաշնչից, ասում են սատանայական, չգիտեմ ինչ։ Լսեք, սատանայի հետ մենք միայն մեկ առնչություն ունենք, մեր ոտքերի տակը, հալելույա։ Միայն մեկ առնչություն։ Սուրբ Հոգով լցված նրա գլուխն ենք ջախջախում։ Այս առնչություն ունենք, միայն եւ միայն։ Փառք Տիրոջը։ Հստակ ասում են որպես ծառայող, մենք այս թողոբողների հետ բացարձակ կապ չունենք։ Մենք չենք հետևում ոչ մի քաղաքականության։ Տարբեր մարդիկ, անդամներ կարող է տարբեր քաղաքական հայացքներ ունենան։ Չխառնեն մեր եկեղեցին այս ամեն ինչի հետ։ Ոչ մի ձևով։ Ներսը շարժվում է, սիրելիներ։ Հաջորդը, 4-րդ խոսքը, ասում են լեզուներով խոսողը իր անձն է շինում։ Սիրելիներ, եթե ուզում եք, նույնիսկ ես մի հետաքրքիր հայտնություն եմ ստացել, որ մտածում եմ լեզուներով եթե խոսում ենք, ավելի խելացի ենք դառնում։ Որտեվ գրած է իր անձն է շինում։ Դու պատկերացնում ես Աստծո հետ խորհուրդներ ես խոսում, գաղտնիքներ ես խոսում, պետք է լինի կբացահայտի քեզ համար։ Թե ինչ ես խոսում։ Ինչ կապ հաստատեցիր, որտեվ ասում եմ ոչ ոք չի հասկանում։ Եթե գրած է ոչ ոք չի հասկանում, մտածում եմ սատանան է չի հասկանում։ Դուք հայրը խոսում եք իրար հետ։ Շինեք ձեր անձերը, իսկ ասում եմ մարգարեացողը եկեղեցին է շինում, որը եղավ հենց գործ կառակելոցի մեջ, սկզբում Աստծո հետ խոսեցին, հետո իջան արդեն մարդկանց հետ խոսեցին ու շինեցին եկեղեցու հիմքն էլ դրեցին։ Հալելույա, փառք Հիսուսին։ Եվ կոչ կանեմ, բոլորիս ամեն առումով, սիրելիներ, եկեք ոտքի կանգնենք ու նոր կարդանք այս խոսքը։ Ամեն առումով, սիրելիներ, խնդրում եմ ձեզ։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:19-20-ը ասում է հոգին մի հանգցնեք։ Հոգին մի հանգցնեք, մարգարեությունները մի անարգեք։ Եփեսացիս 4:22-32-ի մեջ ասում է, որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկությունով ապականված է, եւ ձեր մտքի հոգով նորոգվեք եւ նոր մարդը հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է ճշմարտության արդարությունով եւ սրբությունով, նրա համար դեն գցելով ստությունը, խոսեցեք ճշմարտություն ամեն մարդ իր ընկերոջ հետ, վասնզի իրար անդամ ենք։ Բարկանալիս մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի եւ տեղի չտաք սատանային։ Նա որ գողանում էր, թող չգողանա, այլ մանավանդ աշխատի իր ձեռքով բարին գործելով, որ ունենա տալու պետք ունեցողին։
ու ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից։ Այս բացասական բաներ, այս փունջը, այս կողովը, այս բացասական բաների ու տեսեք ինչով է վերջանում։ Բայց այն, որ բարի շինության համար հարկավոր, որ շնորհք տա լսողներին, եւ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգուն, որ կնքվեցիք փրկության օրվա համար, ամեն դառնություն ու բարկություն, սրտմություն եւ աղաղակ եւ հայոյություն վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ եւ իրար հետ քաղցր եղեք գթած իրար ներելով, ինչպես էլ Աստված ձեզ ներեց Քրիստոսով։ Սա անելով մենք Սուրբ Հոգուն տրտմեցնում ենք։ Մենք Սուրբ Հոգուն ասում նրան ես չգիտեմ ինչ բարերով ասեմ, բարեր երևի երիկ չեն, երբ որ վատ բաներ են անում հավատացյալները, Սուրբ Հոգուն հանգցնում են իրենց կյանքում, նա ընդհանրապես չի հանգում, նա ամար կրակի պես է, բայց նրանք իրենց կյանքում են հանգցնում, հեռու ինձանից, սուտ խոսելով, գոռոզանալով, քչփչալով, բամբասելով, տարբեր բաներ անելով, մենք փակում ենք Սուրբ Հոգուն մեր կյանքում։ Սիրելիներ, ես հավատում եմ, որ սա այն եկեղեցին է, որտեղից սուրբ կրակ պիտի բարձրանա, ոչ թե օտար կրակ։ Լսում եք թե չէ։ Սա շատ կարևոր է մեր բերանից, որտեղ եկեղեցի մարդկանց խումբն է, ոչ թե քարի տաճարը, ոնց որ ասում է, էկելեսիա բառն է։ Այստեղից պետք է անուշահոտ խունկի պես աղոթքի բուրմունքը բարձրանա, ոչ թե բամբասանք, ոչ թե չարախոսություն, ոչ թե սրտմտություն ու տարբեր էս ամեն ինչը, ոչ թե գողություն։ Եկեք պատվենք նրա ներկայությունը, Սուրբ Հոգու ներկայությունը։ Փառք ես Տեր։ Ես կխնդրեմ հենց այս ժամանակ եկեղեցին չգնա։ Սկզբում կանեն մարդիկ, ովքեր որ առաջին անգամ են այսպիսի եկեղեցում ոտք դրել, եկեք այսօր այստեղ, որպեսզի լցվեք Սուրբ Հոգով, որպեսզի լցվեք նախ եւ առաջ ապաշխարեք, որ ասում է Հիսուսը եկավ, որ Հիսուսը գա ձեր սրտի Տերն ու Փրկիչ դառնա, խնդրում եմ, եկեք այստեղ։ Մենք սկզբում ձեր համար կաղոթենք, եկեղեցին թող չշտապի, հետո արդեն Սուրբ Հոգու լեցունության համար, հրաշքների, նշանների համար կաղոթենք։ Եկեք այստեղ սիրելիներ, սա ձեր օրն է։ Խնդրում եմ ձեզ, չամաչեք։ Աստված օրհնի ձեզ, սիրելի քույրիկ ջան։ Աստված օրհնի ձեզ։ Այնքան եմ սիրում, որ հուզված Աստծո հոգին կպած արդեն գալիս են այստեղ։ Տերը օրհնելով օրհնի ձեզ։ Տերը հենց հիմա օրհնելով օրհնում է եղբայրներ։ Համարձակ եկեք, ու դրանից հետո մենք արդեն կաղոթենք, որ դուք Սուրբ Հոգով լցվեք։ Այն մարդիկ, ովքեր որ լցված չեն։ Եղբայր ջան, Աստված օրհնելով օրհնի։ Տերը օրհնելով օրհնի քույրեր ջան։ Գիտեք ինչ որ մեկը ձեզ առաջնորդել է, եթե ինչ որ մեկն է չի առաջնորդել, հաստատ Աստվածա ձեզ առաջնորդել։ Նույնիսկ այդ մարդկանց միջոցով, ովքեր որ ասել են գնանք։ Կարող է դուրս գաս մարդիկ սկսեն խոսել, ես ուր էի գնացել, ասա Աստվածաշնչին կատարյալ հավատացող եկեղեցում էի գնացել ու լսեցի ու Աստծո մասին տեղեկացա, Սուրբ Հոգուն ճանաչեցի։ Հենց Սուրբ Հոգու օրը եղա։ Հոգի Գալստյան օրը եղա։ Ու երկար սպասվածը կատարվեց ու դու ճանաչում ես այսօր Աստծուն։ Տերը օրհնի դեր գալիս են, փառք Հիսուսին, փառք Տիրոջը, սիրելիներ, եկեք Աստծուն բարձր ծափարություններ մատուցենք։ Այս վայրում պատվում եմ քեզ, քո հոգին գործում է այս վայրում, պատվում եմ քեզ, քո հոգին կյանքեր են օրոքում, պատվում եմ քեզ, քո հոգին սրտեր է բժշկում։ Այո Տեր, քո հոգին հենց հիմա սրտեր է բժշկում, կյանքեր են օրոքում, վերստին ծնունդ է պարգևում այս հրաշալի մարդկանց։ Փառք ես Տեր։ Սիրելիներ, դուք եկել եք ստեղ, որ ձեր կյանքը նորոգվի, Աստվածաշունչը այս քայլին անվանում է վերստին ծնունդ, երբ որ դու Աստծո կանչին,
այո ես ասում, պատասխանում ես, գալիս ես, ասում ես Հիսուս, արի իմ Տերն ու Փրկիչը դառիր։ Որովհետև գիտես, երբ որ մարդը ընկնում է նեղ վիճակի մեջ, ուզած չուզած, անկախ իրենից, արդեն որ Աստծուն էլ չէր հավատում, անկախ իրենից ասում է Հիսուս, փրկի։ Գիտեք, փրկել է իր տեղը, բայց Աստված ուզում է ձեր Տերը դառնա։ Բոլորս ուզում ենք, որ փրկվենք տարբեր բաներից, առաջինը դժոխքից։ Գիտեք, խաչը իրականություն է։ Հիսուս Քրիստոսը պատմական անձ, Աստված երկինքը թողած, եկած խաչված հարություն առած է մեր համար, որպեսզի մենք ինչ անենք, որպես հանցագործ, որպես տարբեր մեղքեր գործելով դժոխք չգնանք, դա երկնային բանտն է, ամեն մեկը իր հատուցումն է ստանալու, բայց դու այսօր կանգնած այստեղ, այո ես ասել Հիսուսին, որ երբ որ գա դատաստանի օրը, կասես ես Հիսուսին ճանաչել եմ ու դու չես դատվի, ասում է Աստվածաշունչն է ասում, մարդիկ պատրաստ են եղել իրենց կյանքը երիտասարդ ժամանակ տալ, ինչի համար, որպեսզի երկինք գնան, որովհետև այս սահմանափակ կյանքով չի, այս հենց է այս կյանքը, այսպես մի ակնթարթի պես անցնում է, մենք կանգնելու ենք Աստծո առջև հաշիվ տանք, կարողանալու ենք տանք, ինձից սկսած, ոչ, ես չեմ կարողանալու տամ, բայց Հիսուսը իմ փոխարեն խաչվել է, ես ընդունել եմ այդ իրողությունը ու փրկված եմ, կասեմ Հիսուս, ես քեզ ընդունել եմ, ու երբ որ իր կողմից ճանաչվում եմ, ես օրհնված եմ լինում, ու առաջի օրհնությունը դա փրկություն է, եկեք մեր աչքերը փակենք ու հրաժարվենք սատանայից, որովհետև միգուցե նրա համար ենք ապրել մեղքեր գործելով, այսօրվանից հետո կապրենք Տիրոջ համար։ Եկեք փակենք մեր աչքերը, սիրելի եկեղեցի, միասին ու միաբան աղոթենք այս հրաշք աղոթքը, ասենք Հայր իմ Աստված, ես Հիսուս Քրիստոսի անունով ահա քո առջև եմ ես ու խնդրում եմ ներիր իմ բոլոր մեղքերը, մաքրիր ու ջնջիր դրանք, իսպառ լվա, փառք ես Տեր, ես հավատում եմ, որ քո որդին Հայր 2000 տարի առաջ եկավ այս աշխարհ, իմ մեղքերի համար մահացավ, որպես մորթված գառնուկ, Հիսուս ներիր ինձ, դարձիր իմ Տերն ու Փրկիչը, ես հավատում եմ, որ դու հարություն ես առել մեռելներից, և ես հավիտենական կյանք ունեմ քո մեջ, լցրու ինձ քո սուրբ հոգով ու քո սուրբ կրակով, ես այսօրվանից քեզ եմ պատկանում, հավիտյանս հավիտենից, ամեն, ամեն, փառք Տիրոջը, սիրելիներ, ևս մի աղոթք, որ մենք կանենք ձեզ համար, դա նրա համար է, որ ձեր կյանքում եղած բոլոր անեծքները, ամեն սատանայի կողմից հարցակումները ձեր կյանքում քանդվեն։ Միգուցե կա ժառանգական հիվանդություն, տարբեր բաներ, որ դրանք իսպառ քանդվեն, որտեղ դու արդեն Աստծո զավակ ես։ Հայր իմ Աստված, այս քույրերին ու եղբայրներին քո առջև ենք բերում ու ասում ենք նրանց կյանքից թող քանդված լինի Հիսուսի անունով ամեն անեծք, ամեն թուղթուկիր, ամեն ինչ որ սատանայի կողմից նախատեսված ծրագրավորված է։ Թող այսօրվանից նրանց կյանքը լինի օրհնված Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ բոլորս ասեցինք ամեն, ամեն, փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Սիրելիներ, մեր ծառայողները այստեղ կանգնած են անցանշաններով, ձեզ կուղորդեն մեր առաջի հարկ։ Այնտեղ հարցեր ունեք, կպատասխանեն, մի փոքր հյուրասիրություն, ձեզ նոր կտակարան կտան, որ դուք վերցնեք կարդակ, ամեն շաբաթ օրը ժամը 6-ին եւ ամեն կիրակի օրը ժամը 12-ին մենք այստեղ հավաքվում ենք իրար հետ Աստծուն փառավորելու, նրանից սովորելու, նրան վայելելու։ Այնպես որ սպասում ենք ձեզ, կարող եք վերցնել ձեր իրերը եւ գնալ, այնտեղ մի փոքրիկ ժամանակ անցկացնել եւ ես հավատում եմ, որ այսօրվանից սկսած, այսօր առաջինն էր, բայց վերջինը չէր, դրսից հարցակումներ կարող է գան, ասեն, «Էդ ուր էիր գնացել», ասա, «Գիտեմ ուր եմ գնացել»։ Համարձակեղի չխաբվես սատանայի ստերին։ Տերը օրհնելով օրհնի ձեզ։ Սիրելի եկեղեցի, եկեք մնանք Աստծո ներկայության մեջ։ Ու կխնդրեմ այն մարդիկ, ովքեր որ լցված չեն Սուրբ Հոգով, ովքեր որ մկրտված չեն Սուրբ Հոգով, կան առջև, խնդրում եմ, այն մարդիկ, ովքեր որ լեզուներով չեն աղոթում, ովքեր որ Սուրբ Հոգով լցված չեն, եկեք առջև, մեր սիրելի հովիվները կաղոթեն ձեզ համար, ծառայողները կաղոթեն ձեզ համար։
հիվանդության համար չի աղոթքը, այլ Սուրբ Հոգով լցվելու համար, սիրելիներ։ Նորից ու նորից կրկնում եմ, հիվանդության համար, եթե ուզում եք աղոթք լինի, հենց հիմա աղոթք կա գնալու ու Աստված ձեզ հպվելու է ձեր տեղում կանգնած, երբ որ դուք ձեր ձեռքերը պարզած փառաբանում եք Տիրոջը։ Հալելույա։ Քո հոգին շարժվում է այս վայրում, պատվում եմ քեզ, պատվում եմ քեզ, քո հոգին գործում է այս վայրում, պատվում եմ քեզ, պատվում եմ քեզ, քո լցրում էր եղբայրներին ու քույրերին Սուրբ Հոգով ու զորությամբ Տեր։ Այն մարդիկ, ովքեր որ մեզ դիտում են ու հնարավորություն չեն ունեցել գալու այստեղ, Տեր իմ Աստված կպիր նրանց նույնպես իրենց սենյակներում, իրենց գտնված վայրում լցրու նրանց Սուրբ Հոգով, թող խոսեն լեզուներով, թող հորդեն նշանները, Սուրբ Հոգու նշանները, Լեկարիամա Սենտորիա Գրետո Սատա, Մելերարիա Տրոսոնտորորիա Դաշա, թող քանդվեն ամեն սատանայական ստերը նրանց կյանքերի մեջից ու գա ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը նրանց ազատ արձակի Քրիստոս Հիսուսի զորավոր անունով ամեն սուտ, ամեն կեղծիկ թող պապանձվի նրանց կյանքերի մեջից կա հրաշքը ովքեր որ ամբուժելի հիվանդ են հենց հիմա թող բժշկվեն Հիսուսի զորավոր անունով եւ նրա վերքերով Տիրոջ վերքերով եղիր բժշկված, Տիրոջ վերքերով եղիր ազատագրված, Տիրոջ վերքերով եղիր օրհնված, բոլոր անեծքները քանդված են ձեր կյանքերում, Հիսուսի զորավոր անունով, Նազովրեցի Հիսուսի զորավոր փառահեղ անունով։ Երբ ընկած եմ ես բարձրացնում ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, երբ դժվար է ինձ իմ կողքին ես, երբ ընկած եմ ես բարձրացնում ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, երբ
երբ դժվար է ինձ համար, դու իմ կողքին ես, ինձ բարձրացնում ես, նորոգում ես, իմ կյանքը նորոգում ես, իմ մանկությունը նորոգում ես, ինձ բժշկում ես, ազատագրում ես, Հիսուս Նազովրեցի, փառահեղ Տեր։ Երբ ընկած եմ, ես բարձրացնում ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, երբ դժվար է ինձ իմ կողքին ես, երբ ընկած եմ, ես բարձրացնում ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, Դժվար է, դժվար է ինձ իմ կողքին ես, երբ ընկած երբ եմ, ընկած եմ, ես բարձրացնում ես, դու ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, դու ամեն ժամ, Հպվիր իմ ամեն մեկին Տեր իմ Աստված։ հետ ես, Թող այսօր ամեն մեկը, քո խոսքն ասում է ամենը, քո խոսքն ասում է բոլորը հպում ունենան, բոլորը նորոգվեն, ամեն մեկի ներսում թարմանա, ծառայողների ներսում բոցավարվի նոր սուրբ կրակը, Հիսուս Քրիստոսի սուրբ հոգու կրակը հենց հիմա թարմ ձևով մխրճվի, թող ձեր մեջ նորից թարմանաք, նորից լծվեք, թող քո սուրբ հոգին իջնի փառաբանության խմբի վրա, Հիսուսի զորավոր անունով։ ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, դու 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 ամեն ժամ, ամեն օր ինձ հետ ես, ուղի հարթող հրաշքներ գործող խոսնում պահող, դու ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես Ուղի Թող հրաշքներ գործող, խոսնունք պահող, լույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու։ Ուղի հարթող, հրաշքներ գործող, խոսնունք պահող, լույս ես դու խավարում իմ Տեր, ահա թե ով ես դու։ Մեր Աստված, դու ճշմարտություն ես, դու ճշմարտության հոգին ես, դու հանճարի հոգին ես, գիտության հոգին, եկ Տեր հպվիր, եկ Տեր հպվիր, հպվիր ամեն մեկից Տեր իմ Աստված, մեր շնչի մեջ, մեր մարմինների մեջ, եթե որևէ բան կա, որ քեզնից չի, ապականացու սերմից է, ոչ թե սուրբ, թող այրվի Հիսուսի զորավոր անունով, հեռանա, այսօր թող քո եկեղեցին քո սուրբ կրակի մեջ ամրապնդվի, դու ես սուրբ հոգով լցնողը, դու ես լեցունություն պարգևողը, դու ես զորություն տվողը, դու ես մխիթարողը, դու ես ընկած տեղից բարձրացնողով Տեր, Պատվեք Սուրբ Հոգուն, կենտրոնացեք նրա վրա, ուզեք լցվել նրա փառքով, նախանձավոր եղեք հոգևոր պարգևների հանդեպ, ջրի փոխարեն աղբյուրը խնդրեք, այո Տերը կարող է ձեզ ջրեր տալ, բայց դուք նրան խնդրեք, ասա Տեր ես ոչ թե նվերներ եմ ուզում, ոչ թե ինչ-որ աղոթքի պատասխաններ, այլ հենց քեզ եմ ուզում, քեզ եմ ուզում Տեր, քեզ եմ ուզում Տեր, քեզ եմ ուզում Տեր,
Տեր իմ Աստված, մենք քեզ ենք ուզում։ Չսահմանափակեք Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին ուզում է գրկել ձեզ։ Քեզ եմ ուզում, ես ճանաչել իմ Տեր, քեզ հետ եմ ուզում, ողջ կյանքս ապրել իմ Տեր, ես քոն եմ հավեր, քեզ եմ ուզում, ես ճանաչել իմ Տեր, քեզ հետ եմ ուզում, ողջ կյանքս ապրել իմ Տեր, ես քոն եմ հավեր, եղիր մեծարված դու իմ մեջ, փառքը քո Տեր երկրի վրա տեսնեմ ամբողջ, եղիր մեծարված դու իմ մեջ, քեզ փառք եմ տալիս, քեզ փառք եմ տալիս, քեզ փառք եմ տալիս, քեզ փառք եմ տալիս, Տեր իմ, քեզ փառք եմ տալիս, քեզ եմ ուզում, ես ճանաչել իմ Տեր, քեզ հետ եմ ուզում, ողջ կյանքս ապրել իմ Տեր, ես քոն եմ հավեր, քեզ եմ ուզում, ես ճանաչել իմ Տեր, քեզ հետ եմ ուզում, ողջ կյանքս ապրել իմ Տեր, ես քոն եմ հավեր, եղիր մեծարված դու իմ մեջ, փառքը քո Տեր երկրի վրա տեսնեմ ամբողջ, եղիր մեծարված դու իմ մեջ, քեզ փառք եմ տալիս, քեզ փառք եմ տալիս, քեզ փառք եմ տալիս, Տեր իմ, քեզ փառք եմ տալիս, հավիտյան։ Այո, եկեք երկրպագենք, փառք եմ տալիս, քեզ փառք եմ տալիս, քեզ փառք եմ տալիս, հավիտյան, Քեզ փառք եմ տալիս, քեզ փառք եմ տալիս, Տեր իմ, քեզ փառք
Փառք ես ամենակարող Տեր, ամենազոր արքա, հպվիր ամեն մեկին Տեր, մեր կյանքերում բոլոր պակաս տեղերը լրացրու, քո ճոխությամբ, քո օրհնության ճոխություններով Տեր իմ Աստված, Տեր իմ Հիսուս, խնդրում եմ, մեր կյանքում ավելորդ բաները թող հեռանան, այն ինչ որ քեզ չի փառավորում թող հեռանա Հիսուս Քրիստոսի անունով, փառահեղ Աստված, փառահեղ Աստված, թող այսօր Տեր, հենց հիմա այս սրահում Տեր իմ Աստված հավաքված բոլոր մարդիկ քո հպումն ունենան, թող անբուժելի հիվանդությունները բժշկվեն, թող ջախջախվի սատանայի գլուխը իրապես, թող հրաշքներ ու նշաններ լինեն այլ եւ այլ, թող որ պարտքերի տակ եղած մարդիկ հրաշք ու նշան տեսնեն ու դուրս գան այդ պարտքերի անեծքի տակից Հիսուսի զորավոր անունով, Տեր իմաստություն տուր այն մարդկանց, ովքեր որ իրոք կքած են պարտքերի լծի տակ, Տերը հենց հիմա տալիս է իմաստություն, ոնց դուրս գաս, Փառք ես Տեր, ու մենք փառավորում ենք քո սուրբ անունը, սիրելիներ, հոգով ասում եմ, այդքան սպասվածը կատարվեց, ընդունիր քո հրաշքը, ընդունիր քո հրաշքը, այդքան սպասվածը կատարվեց, չկասկածես, այդքան սպասվածը կատարվեց, Հիսուսի զորավոր անունով, Փառք ես Տեր, Փառք ես մեր Աստված, հատուկ են մարդկանց եմ ուզում մի հետաքրքիր պատմություն պատմեմ, մի աղջիկ իր հորից ժամացույց է ստանում, լավ ժամացույց, որ հատուկ ինչ-որ ժամագործ է ստեղծել ու այդ ժամանակ ուրախացած վերցնում է նվերը, բայց անցնում է ժամանակ հայրը մահանում է, հայրը մահանում է ու ժամացույցը մնում է միակ հիշատակը, ու գիտեք ինչ, անցնում է ժամանակ ու այդ ժամացույցը սկսում է այլևս չաշխատել, սլակները այլևս չշարժվել, աղջիկը տխրած, որովհետև իր հորից միակ ժառանգությունն էր, ասում է ոնց եմ անելու, տանում է տարբեր ժամագործների մոտ, ասում է սարքեք այս ժամացույցը, ոչ մեկ չի կարողանում սարքի, հանկարծ մի օր ուշադրություն է դարձնում ժամացույցի վրա մի նշանի, որ հենց այդ ժամագործի անունն է գրված, ու ճշտում է իմանում է, որ ժամագործը դեռ ողջ է, ասում է տանեմ նրա մոտ, տանում ասում է, այս ժամացույցը դուք եք արտադրել, ասում է, այո, իհարկե, ես իմ ձեռքերով եմ շինել այս ժամացույցը, ասում է, դադարել է աշխատել, խնդրում եմ, կշինեք, կվերանորոգեք, ասում է, իհարկե, բացում է արագ, սարքում է ու վերադարձնում է աղջկան, աղջիկը զարմացած ասում է, այդքան ժամագործ չկարողացավ սարքել, բայց դու շատ արագ շինեցիր եւ հետ տվեցիր։ Գիտեք ինչա պատասխանում ժամագործ ասում է, սա ես իմ ձեռքերով դետալ առ դետալ հավաքել եմ, ամեն ինչ մանրամասնությամբ տիրապետում եմ, ոնց չեմ կարողանա սարքեմ։ Գիտեք ես ինչի համար եմ ասում, որովհետև Աստված մեզ դետալ առ դետալ գիտի։ Աստված ուր որ կանգնած ես, նստած ես, դիտում ես, քեզ մանրամասնորեն գիտի ինչա քեզ պետք, գիտի որ պետքա դու ինչ որ հարցում զիջես, ինչ որ հարցում գնաս առաջ առյուծի նման, գիտի որ վերականգնման կարիք ունես, ուզում եմ աղոթք անեմ քեզ համար։ Քո Տեր Աստվածը, որտեղ որ ես, որտեղ որ կանգնած ես, նստած ես, կպնում է քեզ, որպես քո արարիչ ու նորոգում է քեզ Սուրբ Հոգով։ Կարևոր չի ինչա եղել քո կյանքում։ Եթե նույնիսկ սուկ Աստված քեզ կպնում է ու մխիթարում է, անելանելի իրավիճակի մեջ ես, Աստված կպնում է ու բարձրացնում է քեզ, հանում է այդ սարսափելի վիճակի մեջից։ Քո մտքերն են քեզ տանջում, վախերն են քեզ տանջում, Աստված ազատագրում է քեզ վախերից։ Դու այլևս խավարից չես սարսափի։ Երբեք ու երբեք։ Հալելույա։ Փառքն ու պատիվը քեզ, Տեր։ Փառք Տիրոջը։ Կա մարդ, որ խոսում է լեզուներով, փառաբանում է Տիրոջը,
կա մարդ, որ զգում է, որ պարգևներ ստացավ, թող ձեռք բարձրացնի։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Իսկ ովքեր որ առաջ արդեն աղոթում են, դուք զգացիք, որ նորոգվում եք, ինչ որ զորավոր բան է գալիս ձեր կյանքի մեջ, որ չեք գնում տուն, ուրեմն այդպես է։ Աստված թող օրհնելով օրհնի ձեզ։ Ամեն։ Կուզեմ մի վկայություն էլ պատմեմ Սուրբ Հոգով մկրտության հետ կապված ու գնանք տուն։ Աստված օրհնի։ Տերը օրհնի։ Փառք Տիրոջը։ Եկեք մի վկայություն պատմեմ, լսեք, կարող եք մի որոշ ժամանակ նստել, սիրելիներ, ուրեմն մարդ կար, որ երբ որ ես սովորում էի աստվածաբանական համալսարանում, չէր հավատում Սուրբ Հոգով մկրտությանը։ 2 տարի ծաղրել են տարբեր մարդիկ, ովքեր որ այլ հարանվանություններից էին։ Ու հանկարծ մի օր Աստված սրտից մեջ դնում է 2 տարի հետո, Աստված սրտից մեջ դնում է, որ այդ տղայի համար աղոթեմ։ Ուզում եմ ասեմ, որ դիմում եմ, ասում եմ, քեզ համար ուզում եմ աղոթեմ, ուզում եմ հրաշալի բան կատարվի, հետդ ասում է, ճիշտն ասած շտապում եմ, հաջորդ օրը տեղ պետք է գնամ։ Ասում է, եթե կարելի է ինչ որ ուզում ես ասես, email-ով ասա։ Ասում եմ, ինչ email։ Ես էլ ուզում եմ, որ ինքը Սուրբ Հոգով մկրտվի։ Ինչ ա լինում, գնում եմ իրանց տուն, իրանց սենյակ։ Ասում եմ, ուզում եմ քեզ համար աղոթեմ, ու այսօրվա ամբողջ sense ուսմունքը գրեթե sense անցկացնում եմ, ասում եմ, ուզում եմ աղոթեմ քեզ համար։ Ուշադրությամբ լսեք, ժողովուրդ ջան։ Հետո ասում եմ, բայց մի քիչ ցածր կաղոթես կինս, երեխաներս պարկած են, խնդրում եմ, որ չհարթնանան։ Ասում եմ, եղավ։ Ձեռքս դնում եմ վրան, սկսում եմ աղոթել, չեք պատկերացնում ինչ ա լինում։ Սկսում է ցնցվել ու հանրահայտ քարոզիչ էր ինքը, չէր հավատում Սուրբ Հոգու լեզուներին։ Ու սկսում է լեզուներով նենց աղաղակել, կանգնում եմ, ասում եմ, եղբայր, խնդրում եմ, ասում եմ, մի քիչ ցածր, կինդ, երեխաներդ քնած են։ Պատկերացնում եք, աշկերը բացել ասում է, դու զորավոր մարդ ես։ Գիտես, ժամանակին ասում էր, դու ով ես ու ծաղրում էր։ Հենց պարգևի համար, որտեվ ինքը չէր հավատում։ Մտածում էր երևի ցնդամանության մեջ ենք, բայց երբ որ Տերը կպավ, կյանքը փոխվեց, հետո ինչ պարզվեց։ Իր հովիվին բեմի վրա եկեղեցու ծառայության ժամանակ սպանել էին։ Դուք պատկերացնում եք, ասում է, ես որոշել էին, որ իրեն հովիվ դարձնեն։ Ասում ես որոշել էի հրաժարվեմ։ Բայց ասում է այսօրվանից, ասում ես միտք էի դրել, Աստված ինձ խոստացել էր, որ իմ կյանքում ինչ-որ մի բան ա լինելու։ Ու եղավ էս մի բանը։ Ես հիմա համարձակ ընդունում եմ հովությունը եւ պիտի հովություն անեմ այդ եկեղեցուց ու մահից չեմ վախենա Հիսուսի անունով։ Հետո գնաց Եգիպտոս, դա Լիբանանում էր, գնաց Եգիպտոս, ինձ նամակ գրեց, ասում է, գիտես, ասում է, ոչ միայն լեզուներով եմ խոսում։ Հարցեցի, հələ խոսում ես լեզուներով։ Նամակագրությամբ ասեց, ոչ միայն խոսում եմ, այլ որ եկեղեցիները մտնում եմ, Տերը բացում է իմ ականջները ու ես թարգմանությամբ պարգևել ունեմ, հասկանում եմ մարդիկ ինչ են աղոթում։ Փառք Հիսուս Քրիստոսին, ես էլ ձեզ հրաշալի վկայություն։ Թող Աստված օրհնելով օրհնի ձեզ, եկեք Հայր մերը աղոթենք եւ փառաբանենք Տիրոջը որպես շնորհակալություն։ Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր եւ մեզ ների մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաներին եւ մի տանիր մեզ փորձության, այլ ազատիր չարից, քանի որ քոնն է արքայությունը, զորությունը եւ փառքը զորությունը Հավիտյանս Հավիտենից եւ բոլորս իրար հետ եկեք ասենք ամեն։ Փառք Տիրոջ, եկեք փառաբանենք նրան։